Ոստիկանությունը Հայաստանում այդպես էլ չդառավ ոստիկանություն։ Ինչ նկատի ունեմ։ Ոստիկանությունը պետք է լիներ հանրային կարգի պահպանման կառույց եւ մարդու իրավունքների պաշտպանության կառույց։ Հայաստանում ոստիկանությունը այդպես էլ մնաց որպես իշխանությունների հենարան։ Սա փաստ է։ Ես այդ օրինակը բազմիցս վերել եմ եւս մեկ անգամ կուզենայի ասել 2004 թվականի, երբ որ մենք ուզում էինք ԱՄԵԿ+-ի համար երթանել եւ նախաձեռնող խմբով հանդիպեցինք կենտրոնի ոստիկանապետ Հովհաննես Թամամյանի հետ։ Երկար քննարկումներից հետո նա բարկացավ, այսպես եւ բավական անկեղծ ասաց. «Ինչ եք ուզում ինձնից։ Կոմունիստների ժամանակ նրանց եմ ծառայել, հայոց համազգային շարժման ժամանակ նրանց եմ ծառայել, հիմա սրանց եմ ծառայում, դուք եկեք իշխանության ձեզ ծառայեն»։ Մեզ հետ էր նաև Նիկոլ Փաշինյանը, նա եկավ իշխանության, հիմա։ Ոստիկանություն ծառայում է։ Հա, եւ հիշենք մի բան, որ նաև ինստիտուցիոնալ ոստիկանությունը կից կառույց է վարչապետին, եւ նա գործում է ոչ թե ըստ օրենքի, ինչի մասին ես ասեցի եւ ինչի համար նախատեսված, այլ գործում է հրահանգների։ Եվ ես կարծում եմ, որ եւ վարչապետը անդադ փնտրում է իրեն հավատարիմ ոստիկանապետ, որ հստակ կատարի իր պատվերները։